չեն հույսը դնում իրանց սպյուրքի վրա, օրինակ ասենք թե հույսը դնում որ ինչ-որ մի ադրբեջանական կամ թուրքական համայնք արտասահմանում պիտի իրանց համար լավի անի այդ երկրում։ Ինքը փող է տալիս դրան անում է, տարբերություն մերոնց նստած են թե հայերը ինչ կանեն այստեղ դրա վրա, այլ չեմ ասում որ իրանք ոչ մի ուղակի բան չկա։ Բայց նույնիսկ երկրի ներսում չեն տեսնում այդ, իսկ ուզենա այդ չինովնիկի կամ այդ հիմնարկի բաժնի գոնե ասենք թե անուն իմանայի որ դրանով ասպահվում, այսպիսի կոմունիկացիոն հարցերով ասպահվում, ոչ էլ ուզում են մարդ վարձեն, մասնագետը չեն բերում։ Այդ մի քիչ քննադատական է մոտենում, բայց տենց է իրականության մեջ։ Դրսից մասնագետ բերել եմ, բոլորը վախենում են, ես իբրև բան կա, հայերի մասին եմ խոսում, հա, ասենք ծախեմ ինչ որ, չէ, այս ջան, հայերի մասին չենք խոսում։ Կարայիք հայ բերեիք, բայց հայ բերեք հայից վախենում են նրանք սարսափելի, որտեղ հայը կարող է իրանց ինչ-որ աթոռի վրա հույսեր լինի, վտանգը լինի կամ իրանց ինչ-որ փող աշխատելու հնարավորությունները պակասեն կամ ինչ-որ բան, չէ, բարձ դրսի մասնագետ բեր, դու ամերիկացի բեր, ինչ կապ չունի, ավելի լավ, ռեսուրս ունեք, սուտավոր չունեք, մի հատ ճանապարհ սարքելու համար ճապոնական բուլդոզեր տրակտոր առնում եք, չէ՞, մի հատ տրակտոր մի հատ ճապոնական բուլդոզերը չեմ քանի $100,000 արժի։ Այդ դրա գրի քանի հատ մասնագետ կպահես դու դրսից բերես։ Թեկուզ մի հատ 3 հատ պահի։ Բուլդոզերը կարևոր է, բայց մասնագետը կարևոր չի։ Հա, որտեղ այսինքն այդ մոմենտը չեն նայում խնդրին այդ ռակուրսից հասկանալի, ասեն, որ ասես ծախսի, չգիտեմ, $500,000 ինչ որ կոմպյուտերների վրա, բայց որ ասես 5 հատ մասնագետ բեր, ինչ խոսում։ Այդ ինչ փող տամ ինչ որ մի հատ ուրիշի, դա ցանարի բան է, իրար չեն կարող։ Խոսքով էս թուլությունը կա իհարկե հայերի մոտ, այդ հիվանդությունը կա, ասենց ասեմ, հա։ Նախ սպյուրքից վախենալը հայերից, հա, բայց երկրորդը նաև հանրապես դրսից որը մեկի մասնագետը իրանց բան չի նշանակում, իրենք բոլոր մասնագետ են, դա ասեմ դες։ Իրանք ծամում են մասնագետ, եթե իրանց նշանակել են պաշտոնի, ինքը արդեն գիտի ամեն ինչ։ Այդ հիվանդությունը միշտ ամենտեղ կա, բայց Հայաստանում շատ ուժեղ է։